խաղաղ իրավիճակում ցանկացած ուղղությամբ։ Այնպես որ եւ քանի որ չկային փաստեր դրա հետ կապված, Ադրբեջանը սկսեց անկանոն կրակել։ Հետո այդ կրակոցները երբեմն դեպի Հայաստան են ուղղվում, ինչը քննադատվում է մեր կողմից, սակայն սրան արձագանքել պատասխան կրակոցով, սա այսպես ասած քարտ տալ է Ադրբեջանի ձեռքում, որպեսզի իր ցանկացած այդ ագրեսորի եւ ոչ խաղաղասերի կերպարը Հայաստանից կարողանա ստեղծել։ Տիկին Հակոբյան, արդեն տների տանիքներին են գրավում։ Ես ասացի, այո, դա ցավալի է եւ մենք քննադատում ենք այդ ամեն ինչը։ Եվ սակայն սա չի նշանակում, որ մենք պետքա պատասխան կրակենք, որովհետեւ սա նշանակելու է իրենց ուրեմն ցանկության, հա, հաղթանակը։ Այն ուղղակի թույլ որ մարդիկ ահու սարսափի մեջ ապրեն, ուղղակի Ես պատասխանեցի ձեզ, ես այդ մարդկանց հետ հանդիպումից եմ գալիս եւ իրենց տեսակետը լավ գիտեմ։ Տիկին Հակոբյան, անցած շաբաթ արտգործնախարարը հայտարարեց, որ բանակցային գործընթացում հնարավոր է լինեն լավ նորություններ, թեև ասած առաջընթաց դեռ չկա, բայց ինչ որ դրական ակնարկներ էր անում։ Ես ուզում եմ հասկանալ, հայտնի է, փաստաթուղթը համաձայնեցված է, Ադրբեջանը նախապայմաններ է հնչեցնում, համարում է, որ դրանք լեգիտիմ են։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչի շուրջ է խոսակցությունը, Տիկին Հակոբյան, այդ նախապայմանների շուրջ Հայաստանը արդյոք փորձում է Ադրբեջանին համոզել, փաստարկներ ներկայացնել, որ դրանք ժամանակի ընթացքում կատարվող նախապայմաններ են եւ դա է նաեւ արտգործնախարարի լավատեսության հիմքում։ Մենք երկու նախապայմանների հետ էլ կապված մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Ինչ վերաբերում է ԵՀԿ Միսկի խմբի լուծարմանը, ապա վարչապետը նաև հայտարարել է, որ պատրաստ է միառժամանակ եւ խաղաղության համաձայնագիրը ստորագրել եւ Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը եւ բազմաթիվ են հիմնավորումները, թե ինչու։ Ինչ վերաբերում է երկրորդ այսպես կոչված նախապայմանին, ապա առհասարակ նախապայմաններ դնելը եւ դրանք չներառելը փաստաթղթում սա արդեն խնդիր է, հա։ Եթե կային պայմաններ, որոնք պետք են խաղաղության համաձայնագիր ունենալու համար, դրանք պետք է ներառված լինեին փաստաթղթում, բայց դուք տեսաք, որ դուք գիտեք, չեք տեսել, բայց ես վստահեցնում եմ, որ նման նախապայման, նման դրույթներ չկան խաղաղության համաձայնագրում, ինչպես նաեւ չկա այդ ընդդիմության, այսպես ասած, ժամանակին, հա, գորգորոսները այն մասին, որ հեսա ճանապարհ են տալու, միջանցք են տալու եւ այլն։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, սրա մասին մենք եւս շատ երկար սրա մասին խոսել ենք, եթե ցանկանաք նորից կխոսեմ, բայց կփոխվի չէ, որ սահմանադրական փոփոխությունները, սրանք մեր օրակարգային հարցերն են եղել դեռևս հեղափոխությունից անմիջապես հետո եւ մինչ Ադրբեջանի կողմից կլինեին նման խոսակցություններ, վարչապետն արդեն իսկ հենց հանրայինի եթերում դրա մասին հայտարարել էր, բացի դա այն խնդիրը, որը մատնանշում է Ադրբեջանը իբրև խնդիր իր հավակնություն իր տարածքների հանդեպ, սրա հետ կապված եւս բազմաթիվ պարզաբանումներ կան, այդ թվում մեր սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը։ Տիկին Հակոբյան, այդ դեպքում ինչի շուրջ է հիմա խոսակցությունը Բաքվի հետ։ Դե ակնհայտ է, չէ, որ ես չեմ կարող այդ մասին խոսել, այնպես ինչպես արտգործնախարարը չի խոսել, բայց մենք աշխատում ենք եւ աշխատում ենք նրա համար, որ ունենանք լավ նորություններ։ Եվ հենց նորությունները լինում են անպայման կոմունիկացվում են, էլի։ Չի ստացվում, որ հենց այդ նախապայմանների շուրջ են խոսակցությունները, որովհետեւ այլ օրակարգ ստեղծության։ Ոչ, չի ստացվում այդպես։ Ես ասացի, մենք երկու նախապայմանի հետ կապված շատ բարձրաձայն խոսել ենք, ասել ենք, որ մին այսպես կոչված նախապայմանը մենք խնդիր չենք տեսնում, մյուս այսպես կոչված նախապայմանը մենք խնդիր տեսնում ենք, որովհետեւ ասացի ինչու, որովհետեւ դա չի խոչընդոտում։ Ինչն է, դա եմ ուզում հասկանալ։ Հենց դրանք ամենօրյա աշխատանքներն են։ Եվ հենց լինեն առաջընթացներ, անպայման Այսինքն Ադրբեջանը հնարավոր է հետ քայլ անի իր առաջարկն, իր նախապայմաններին։ Ես այնինչ ասել է արտգործնախարարը, դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել։ Հակոբյան, ձեր թույլտվությամբ ես ուզում եմ իմանալ, էլի դուք կանանց բանտ ինչու էիք գնացել։ Իսկ ինչու չպետք է գնամ։ Դուք արտաքին Հայաստանի Հանրապետություն ինչ կապ ունի։ Ես մարզել եմ գնաց, ես տարածքային կառավարման այդ հանձնաժողովից չեմ, ուրեմն չպետք է գնամ։ Ձեր ինքն էլ ձեզ հրավիրեն, շատ հետաքրքիր է։ Ինչ կապ ունի կազմակերպչական
իրավական հարցերը։ Այդ հանդիպումը Շատ կանանց եւ ձեզ։ Հիմա որ Մարդու իրավունքների պաշտպանը գա ազեկույցի, ես կխնդրեմ նաև մեր հանդիպման արդյունքներից որոշակի բարձրաձայնի եւ ուզում եմ նաև հիշեք, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում մեր քաղաքացիներն են եւ կապ չունի քրեակատարողական հիմնարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, թե ազգային ժողովում քաղաքացի են եւ բոլորի իշխանությունը կամ падգամավորն ենք, այնպես որ այնտեղ էլ կային խնդիրներ, այնտեղ էլ ես եմ ցանկություն հայտնել գնալու եւ նաև ասեմ, որ հետագայում եւս գնալու եմ, որովհետեւ Առաջին զգացողությունը ինչպիսին է, օրինակ ես ինքս շատ եմ բանտեր գնում եւ ունեցել եմ ձեր զգացողությունը, որ բանտ մտակ։ Առաջի զգացողությունը ի՞նչ է նշանակում ինչպիսին էր։ Զգացի եւ մտակ բանտեր։ Ամեն դեպքում Ես պահման պայմանները կանայքեն կալանավորված, ամեն Ես պատասխան, ես հասկացա, անմիջապես հասկանում եմ։ Պահման պայմանները ուրեմն հենց բանտարկյանները եւս արձանագրում էին, որ անհամեմատելի լավն են եւ ես ինքս էլ հնարավորություն ունեցա տեսնելու այդ պայմանները նախորդ տարի է կարծեմ վերանորոգումն ավարտվել կարան բոլոր հնարավորությունները նաեւ օրենսդրական տարբեր փոփոխություններ են տեղի ունեցել եւ այսօր կալանավայրում գտնվող կանայք կարող են կարողությունների զարգացման տարբեր ծրագրերից օգտվել որպեսզի հետագայում կարողանան նաեւ հասարակության մեջ շարունակել աշխատել եւ ապրել Տիկին Հակոբյան, իսկ առաջիկայում հնարավոր է այցելեք Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ում տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ, եթե դեպքից տեղյակ եք ինչեր են խոսում, որ տեսախցիկի առջև ստիպել են մեր կանալ Տիկին Աղեկյանին եւ նմանօրինակ այլ դեպքեր։ Ասած ես այսօր առավոտյան եմ նման մի քանի ուրեմն կամ ստատուսներ եմ տեսել կամ նյութեր եմ տեսել եւ մանրամասներից տեղյակ չեմ, բայց իհարկե ինձ որպես նաև կին մտահոգում է, եթե դա իրականություն է, ապա մենք շատ լուրջ հարցեր ունենք իրավապահ համակարգին, իսկ այցելության հետ կապված ես չեմ կարող հիմա նման բան խոստանալ, որովհետև օրակարգից է կախված հնարավոր է։ Քանի որ իշխանության ներկայացուցիչները վարչապետի մակարդակով հայտարարում են, որ ընդդիմադիրներին ԱԱՑ պատվալներ տանելու, կախելու, այդպես կոչեր են, հա, հնչեցնում, իշխանությունը ինչ է պատրաստվում անել։ Մենք ենք կոչեր հնչեցնում։ Չէ, ժողովուրդը, հա։ Փոխանցում Դե եք, դուք քիչ առաջ նաև հնարավորություն ունեցաք լսելու գլխավոր դատախազի զեկույցը եւ գործում քայլեր դա գործուն, հա, այսինքն բանը պատվալ լցնելու, սա ժողովրդավարական երկիր է եւ ԱԱԾ պատվալում հայտնվում են այն մարդիկ, ովքեր պետք է հայտնվեն ԱԱԾ պատվալում եւ ոչ թե ինչ որ լրագրողի միայն հրապարակումը հիմք ընդունելով կամ ինչ որ քաղաքացու, այո, դուք էլ եք, չէ, ժողովրդի ձայնն եք, չէ, մեկ-մեկ բարձրաձայնում։ Լինում է, որ նաև ժողովրդի ձայնն եք բարձրացնում։ Հա։ Եվ ձեր եւ քաղաքացիների տարբեր ահազանգեր միայն հիմք ընդունելով չես կարող ցանկացած մարդու տանել ԱԱԾ պատվալ։ Հնարավոր է, որ օրենսդրության մեջ փոփոխություններ արվեն այդ ժողովրդի կոչը հաշվի առնելով եւ մարդկանց կախաղան հանելը դառնա Հայաստանում արտարադատության գործիքներից մեկը։ Եթե նման ցանկություն ունենայինք, նախ մենք այս երկրում հեղափոխություն չենք կարող իրականացնել, որովհետև այո, ժամանակին հենց նման կերպ էին հարցերը լուծվում, մենք ժողովրդավարական ուղով ենք գնում, մենք անգամ այդ տարիներով, տասնամյակներով թալանածը եւ այլը հետ բերելու համար ինստիտուտներ ենք ստեղծել, դատարաններ ենք ստեղծել, ատյաններով իր, օրենք ենք ընդունել, որպեսզի ինստիտուցիոնալ ճանապարհով գնալ, այլ ոչ թե վերցնել ուղարկի ձեռքներից եւ բաժանել ժողովրդին։ Ասում եք դու նստելու ես հիմա դա քաղաքական թե իրավականներին հրահանգել։ Ես հիմա բան էլի, այտենց չեմ կարող վերլուծության ենթարկել ամեն վարքյանը, ես իմ տպավորությունն եմ ասում, եթե նայենք արածներին, բոլորը պետք է նստեին, իհարկե պետք է նստեին։ Դուք չգիտեք, որ իրանց մեծ մասը պետք է ստեղ չլիներ։ Որովհետև այնպես չեն արել, որ կարողանաս մի օրում դա բացահայտել։
Եվ մի գործի հետևից գնալուց բազմաթիվ խոչընդոտներ ես տեսնում, որը այլոց իրավունքներ կարող ես խախտել, այսինչ արդարությանը հասնելու Որի համար։ այս իշխանությունը այնպես անում է, որ հաջորդ իշխանությունը կարողանա հեշտ բացահայտել Տիկին Հակոբյանը։ Մենք այնպիսի գործողություններ չենք անում, որպեսզի հետո պատասխան տանք, սա չի նշանակում, որ չկան վատ դրսևորումներ եւ դա բնական է։ Ցանկացած հասարակության մեջ, ցանկացած երկրում չկան, հա, միանշանակ այսինչ երկրում բացարձակ չկան ոչ մի կոռուպցիոն դրսևորում, այսինչ երկրում չկա բացարձակ մարդասպանություն, այսինչ երկրում չկա բացարձակ գողություն։ Ցանկացած արատավոր դրսևորում ցանկացած հասարակությունում կա, բայց հարցն այն է, այդ արատավոր դրսևորումների հանդեպ ինչպիսի վերաբերմունք ունի դրա համար պատասխանատու իշխանությունը, արդյոք այդ օրինակ թալանը համակարգային է թե ոչ, եթե լիներ համակարգային, ապա դուք այսօր օրինակ Անիֆի հետ կապված հարցեր չեք կարող ուղղել եւ միգուցե չկարողանայիք իմանալ, որովհետեւ այդ մասին առաջին հանձնարարականները հենց վարչապետի կողմից է եղել, ոչ թե լրատվամիջոցների։ Իշխանության տարիներին ամեն երկրորդ լրագրողը հարցում էր Սաշիկ Սարգսյանի 50-50-ների մասին, եւ դա բացարձակ չէր խոսում այն մասին, որ բաց հասարակությունը ինքը կոռուպցիայի դեմ պայքար կա։ Հիմա անընդհատ ինչ է բերում այն հարց առաջ, որ լրագրողը կարողանում է Անիֆի մասին հրապարակում անել։ Ասում լավ է անում, ես վատ բան չեմ ասում, ինչքան շատ անեք, այնքան լավ։ Ես դա միայն ողջունում եմ։ Ես էլ եմ նախկին լրագրող։ Տեսեք, չէ, ես ասում եմ, վարչապետն էր տվել արդեն իսկ հանձնարարականներ Անիֆի հետ կապված խնդիրներ տեսնելով, եւ եթե լիներ համակարգային կոռուպցիա, ապա Անիֆի հետ կապված միջադեպերը կամ խնդիրները ենթադրելի չէին լինի նաև լրատվամիջոցների աչքի առաջ, որովհետև այդ մասին չէր խոսա վարչապետը առաջինը։ Դրա մասին է ամբողջ խոսքը։ Թե չէ, իհարկե, լինում է, որ իսկ ինչի եք մտածում, որ ձեր ոչ մի բացահայտում չի գնում եւ չի հասնում ինչ որ հանգրվանի։ Բայց ամեն ինչը քննարկվում է, դրվում է համապատասխան մարդկանց սեղանին եւ դրա համար շատ շնորհակալություն լրատվամիջոցների ներկայացուցիչներին օգնելու համար բացահայտելու բաներ, որոնք պարզ է, որ միայն մենք չենք կարող տեսնել։ Գործընկերները Facebook-ում բաց ստատուսներ են գրում։ Ես չգիտեմ ինչ մասն եք ասում։ Տիկին Հակոբյան, ասեք դուք սպառնալիք չեք անվանում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է վզներդ կկտրեմ, ԱԶ պատվալներն եմ ձեզ գցելու։ Վարչապետը չի ասել վզներդ կկտրեմ, խնդրում եմ, ժողովուրդ նոր խոսում էի, որ ասել է, աստեղս ներս եք հասցրել, ինչի մասին է խոսքը, չի կարելի մանիպուլացնել հասարակության։ Ես նոր խոսում էի ձեր կարևոր, ուրեմն ֆունկցիայի մասին հասարակության մեջ կոչվում եք 4-րդ իշխանություն։ Չի կարելի մանիպուլացնել իրականությունը, կամ սուտ բաներ ասել։ Ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը։ Ասել ստեղս եք հասցրել։ Այդ երբեմն այդ շուրթերով շատ ակտիվ կարողանում եք հասկանալ։ Այդ շատ པարզ երևում է, որ ասում է ստեղս եք հասցրել։ Համբալները նորմալ է։ Համբալը Ես չեմ կարող մեկնաբանել, ժողովուրդ ով ինչ ասի, ամեն ինչ։ Եվ շատ բաներ եմ լսում։ Ինձ համար ընդունելի չի, ինձ համար ընդունելի չի, երբ որ падգամավորին ասում են հայրենիք հանձնող։ Դա ինձ համար ամենամեծ վիրավորանքն է։ Եթե սկսենք այդտեղից շատ քաղաքականությունը եւ հնարավոր է տարբեր մեկնաբանություններ։ Դալիճում վարչապետը համբալ բառն է օգտագործում։ Ես ասացի, ինձ համար կան շատ էլի դրսևորումներ եւ դուք վարչապետը երևի աշխարհի ամենաբաց պաշտոնյաներից է, հնարավորություն ունենալու եք վստահաբար հարցեր ուղղելու եւ ուղղեք հարցերը եւ վստահ եմ, որ վարչապետը չունի իմ մեկնաբանության կարիքը։ Ես ասացի, ինձ դուր չի գալիս, երբ որ ինձ ասում են հայրենիք հանձնող։ Ես ասացի դրան, հիմա որ դուք 5 անգամ տենց մեծ աչքերով 4 կողմից նույն հարցը տեսեք, իմ պատասխանը չի փոխվելու դրանից։ Այլ հարցեր կան։